պատմության մեջ առաջին անգամ հայկական դատարանի առաջ կանգնած ամենայն հայոց կաթողիկոսի գործը քննելուց հրաժարվել է դատավոր Հակոբ Մանուկյանը։ Նա ինքնաբացարկ է հայտնել, կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու աշխարհիկ դատարանի պահանջը չկատարելու համար։ Վեհափառին դատարանի բակում մեծ ոգևորությամբ են դիմավորել, հարյուրավոր մարդիկ հայրապետական մաղթերքն են կատարել, վանկարկել վեհափառ ու աղոթել։ 20 րոպե տևած դռնփակ դատական նիստից հետո ամենայն հայոց կաթողիկոսը հավատացյալների հետ մայրաթոր է գնացել, այնտեղ կոչով դիմել նրանց։ Այնտեղ է իմ գործընկեր Լանա Համբարձումյանը, միանանք նրան։ Լանա, ինչ տրամադրություններ են այդտեղ, ինչ կպատմես։ Բարի երեկո Լիլիթ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, մենք մայրաթոր Սուրբ Էջմիածնում ենք, մինչ օրվա բուն իրադարձություններին անդրադառնալը, ուզում եմ ասել, որ վայրկյաններ առաջ բացառիկ կարճ հարցազրույց է տվել ամենայն հայոց Գարեգին II, նա զրուցել է Հայլուրի հետ, լսենք այդ հատվածը։ Վեհափառ օրինական է ամեն ինչ կատարվում է։ Անհիմն օրինական է այդ բոլոր գործողությունները, որ իրականացվում է հայ եկեղեցու նկատմամբ եւ հայ հոգեվորականաց նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ միացմամբ աշխատում ենք մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակից, որտեղ րոպեներ առաջ հայրապետական աղոթք է հնչեցրել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Նա մայր տաճար է եկել դատական նիստերի դահլիճից, որտեղ այսօր ընթանում էր հայոց հայրապետի եւ 6 սրբազանների գործով առաջին դատական նիստը։ Նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով, ինչից հետո մայր տաճար շարժվեցին վեհափառ հայրապետն ու հազարավոր հավատացյալներ։ Այժմ լսենք հայոց հայրապետի աղոթքն ու վերադառնանք։ Հայրապետիս հորդորն է ամենքին, լինել սթափ և խոհել, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու սիրով և հույսով, քանզի Աստված բոլոր չարմիտ դժվարություններից ու փորձություններից բարիքները վերհանում իր Սուրբ եկեղեցուն և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատում նվիրում Աստծուն, հայրենիքին և եկեղեցուն։ Անխախտ հավատարմությունը ազգային հոգևոր մեր սրբազան արժեքներին, արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստարաքյալի պատգամի զորանանք Տիրոջով և նրա զորության կարողությամբ։ Հավատում ենք, որ մեր Սուրբ եկեղեցին Աստծո ողորմության և մեր ժողովրդի անսակար նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին, ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։ Մեր հայացք ուղղված է Աստծուն և մեր ջանքերը հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և իսկ յուրս, այսօր և միշտ և հավիտյան, շնորհ և սեր և խաղաղություն Յարն մերո Հիսուսի Քրիստոսի եղեցինն ձեզ և ընդամենեսյան, ամեն։
Հարգելի հեռուստադիտողներ, վերադառնանք դատական նիստին, վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ այսօր դատական նիստերի դահլիճում Մեղադրյալի աթոռին հայտնվեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց հայրապետի եւ 6 սրբազանների գործով առաջին դատական նիստն ավարտվեց սկսվելուց ընդամենը 30 րոպե անց, երբ ինքնաբացարկ հայտնեց դատավոր Հակոբ Մանուկյանը։ Ըստ դատավորի պատճառն այն է, որ տարիներ առաջ իրեն փաստաբանի արտոնագիր է շնորհել այսօր վեհափառ հայրապետի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Այս պատճառաբանության վերաբերյալ այլ կարծիք ունի Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով դատավորը պարզապես չի ցանկացել մաս կազմել այս շինծու գործընթացին։ Լսենք Արա Զոհրաբյանի խոսքը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց, Հակոբ Մանուկյան հրաժարվեց, ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, ենք ասեմ ինչ-որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, դա արդեն կաշկանդող հանգամանք է։ Վերջին 100 տարվա մեջ մեկ անգամ է նմանատիպ դեպք եղել, որը Խորեն Մուրադ Բեկյանի հետ կապված, երբ որ չեկիստները ուղղակի սպանել են ամենայն հայոց կաթողիկոսին 30-ական թվականին։ Եվ բնականաբար մինչև այսօր մենք չենք ունեցել նման դեպք, որ ամենայն հայոց կաթողիկոս նկատմամբ նման մեծ ճնշում լինի։ Հարգելի հեռուստադիտողներ, կեսօրից այստեղ են ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների падգամավորները։ Նրանք միահամուռ կերպով դատապարտում են հայ առաքելական եկեղեցու եւ հայոց հայրապետի դեմ սկսված քաղաքական արշավը։ Մինչ մայրաթորի բակ գալը մենք զրուցել ենք падգամավորների հետ։ Լսենք նրանց հետ զրույցից մեկ հատված եւ վերադառնանք։ Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնյակ կրած արշավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ վեհապար հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Բայց ես վստահ եմ, որ եկեղեցին, ինչպես մեր լեռները, դիմացել են հրոսակների, փոթորիկների արշավանքներին, կդիմանա եւ հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից։ Իրենք իրենց ուզածին չեն ասեն, ու տեսեք, ունենք մի իրավիճակ, երբ օրինակ դատավորներն են որոշում, ով է քահանա, ով սրբազան է, ով պետք է իրականացնի, չգիտեմ, հոգևոր որևէ ծիսակարգ։ Նույն հաջողությամբ կարան այդ դատավորները որոշեն, ասենք, չգիտեմ, ինչ որ մեկը դարբինակ, ամեն մեկը օդաչու։ Ոնց կարելի է այդպես բան որոշել։ Դարերով եկած է, կանոնակարգ գոյություն ունի հայ առաքելական եկեղեցու, այդ կանոնակարգով պետք է շարժվեն, միայն եկեղեցին իրավունք ունի ներեկեղեցական հարցերը լուծել։ Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին եւ հեռացնելը չկա այդպիսի ընդհանրակարգ հեռացնելու։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը մեր սահմանադրությունը չի թողում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար, եկեղեցին առանձին է, պետությունը առանձին։ Ես անասելի ցավ եմ զգում, երբ վեհապար հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ ընթանալիս է եղել վեհապար հայրապետի եւ 6 եպիսկոպոսների գործով դատական առաջին նիստը, մենք զրուցել ենք դատարանի բակում հավաքված հավատացյալների եւ հոգեվորականների հետ։ Լսենք նրանց եւ վերադառնանք։ Ինչքան էլ փորձեն ձևափոխել, օրինվածքներ դնել, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անեն, բացառվում է բարենորոգում, երբ որ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ բարեփոխումներ ինչ-որ թվացial իրականացնել։ Շատ փորձություններ է հաղթահարել հայոց եկեղեցին, ցավալի է անշուշտ, որ այս անգամ փորձությունը հենց հայ ազգի մեջ է, բայց եկեղեցին Աստծո օրհնությամբ է գործում։
Նույնն է, ինչ որ դատեն մեզ բոլորիս։ Մեկնաբանելու ոչինչ չկա, ժամ առաջ պետքա պարզապես այս ամեն ինչից ազատվել ցանկացած գնով։ Րոպե առաջ պետք է ազատվենք ու դա ամեն մեկս պետք է հասկանանք շատ հստակ գետնի վրա ու առարկայական, որ այլևս վտանգված ենք բոլորս, յուրաքանչյուրս։ Եթե մտել են արդեն մեր պատմություն, մեր տարածքներ, մեր հողեր, մեր սրբություններ, մեր հավաք, մեր ընտանիք, այլևս բոլորս ենք վտանգված։ Սա հենց ապօրինություն է, անօրինականություն է, արդեն ցինիկություն է, եթե կուզեք։ Անարքա է, շո, այդ կարամ ասեմ, անարքա, ով ինչ ուզում են էլ ենում, հայապարին իրավունք չունին մեղադրյալի ատորին նստին, որտեղ ամբողջ հայ ազգի դեմ կնեին կը, սրանք մնացածը մանրունքներ են։ Լիլիթ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես եւ իմ օպերատոր Միլենա Պողոսյանն աշխատում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում։ Հայլուրը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նորության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։